Ձմեռային օֆրոդի սիրահարների համար այսօր մեծ իրադարձություն է։ Երբ դաշտերն ու լեռները ծածկված են ձյան հաստ շերտով, չի կարելի բաց թողնել մրցարշավ կազմակերպելու հնարավորությունը, որը նման պայմաններում խոստանում է լինել չափազանց հետաքրքիր ու դիտարժան։ Բայց մինչ ավտոդրայվի ստեղծագործական կազմը կկարողանա հասնել դեպքի վայր, որտեղ ապարանյան ձմեռ փառատոնի շրջանակներում անցկացվում է Jeep Trophy Sprint մեծամասշտաբ ավտոմրցարշավը, մեր խմբին դիմավորում է Zov Desert ընկերության հիմնադիր Արմեն Գալստյանը մի հիասքանչ տորթով։ Այսպիսի ընդունելությունը եւ վերաբերմունքը մեր լավագույն մոտիվացիան են ամեն շաբաթ ձեզ ներկայացնելու հետաքրքիր իրադարձություններ։ Ցավալիորեն մեր նկարահանող խումբը մեծ դժվարություններով հասավ մրցարշավի վայրը եւ բավական ուշացումով։ Դրա պատճառով ձյունագնացների դասի մրցարշավը դուրս մնաց մեր տեսախցիկների օբյեկտիվից։ Մեզ համար լավագույն մոտիվացիա են ապահովում նաեւ մեր աջակիցները։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, որը ներկայացնում է բարձրակարգ բարդալ ավտոյուղերն ու հավելանյութերը։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Քեշուա Արմենիան, Արզնիկատ ընկերությունը, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Ասակո ջան, այդ նկարում էիր իմ նկարածը։ Եկու հարկես ինձ օրը տենցա։ Մեկնարկային գոտում են հավաքվել ստանդարտ դասը ներկայացնող 8 անձնակազմ։ Մեկնարկը տրված է եւ յուրաքանչյուրը ձգտում է բարենպաստ դիրքում հայտնվել։ Դա է պատճառը, որ ամենագնացներն անցնում են մեկը մյուսից վտանգավոր հեռավորության վրա։ Ընդհանուր առմամբ այս դասում գրանցված է 15 անձնակազմ, բայց քանի որ նրանք պետք է մեկնարկեն միաժամանակ, մրցուղու վրա անհարկի լարվածությունից խուսափելու համար ստանդարտ դասը բաժանվել է 2 խմբի։ Առաջին խմբում ընդգրկված են հետևյալ անձնակազմերը. Համար 101 Արթուր Վարդանյան, Սարգիս Վարդանյան, Jeep Wrangler, Համար 102 Ռազմիկ Բաղդասարյան, Միասնիկ Բաղդասարյան, Mitsubishi Pajero 2, Համար 103 Տիգրան Ներսիսյան, Հայկ Հակոբյան, Lexus GX 470, Համար 104 Համլետ Մանուկյան, Սոս Սահրադյան, Nissan Pathfinder, Համար 105 Կամո Բուլղադարյան, Արեն Խուդինյան, Suzuki, Համար 106 Արման Գաբրելյան, Հայկ Խաչատրյան, Infiniti FX45, Համար 107 Վաչե Ներսիսյան, Հայկ Աղեկյան, Jeep Grand Cherokee, Համար 108 Հրայր Խաչատրյան, Վազգեն Պեպինյան, Niva։ Ստանդարտ դասի անձնակազմերը պետք է կատարեն 3 պտույտ։
Ահա եւ այն շրջադարձը, որը կարող է գլխացավանք դառնալ անձնակազմերի համար։ Այստեղ նրանք ստիպված են հետընթաց կատարել։ Յուրաքանչյուրը ստիպված է սպասել իր հերթին այն անցնելու համար։ Իրադարձությունների այսպիսի ընթացքը չի բխում արշավորդների շահերից։ Ստանդարտ դասի առաջին խմբում անձնակազմերի հերթականությունն արդեն ձևավորվել է։ Չափազանց բարդ կլինի ինչ-որ մեկի համար բարելավել դիրքը, եթե որևէ արտարոց բան չպատահի։ Ինչպես օրինակ Արման Գաբրիելյանի Ինֆինիտիի հետ։ Որ չօգնեք կկայնեք, պետք է օգնեք։ Այստեղ մյուս անձնակազմերը ստիպված պետք է օգնություն ցույց տան Արմանին, այլապես իրենք են ստիպված լինելու այլ ճանապարհ գտնել ամենագնացը շրջանցելու համար։ Ինֆինիտին լուրջ խոչընդոտ է դառնում մյուս անձնակազմերի համար։ Դեպքի վայրը շրջանցող ճանապարհը, որով շատ քիչ անձնակազմեր են անցել, կարող է փրկության միակ ճանապարհը լինել։ Եվ հենց դա էլ օգտագործում են անձնակազմերը։ Բնդող մուրի, ես մոլատ ես։ Ասլախ ես դյատախ մեր։ Բլակիրովկա չունես։ Լարվածությունն ավելանում է ամեն պտույտի հետ։ Տեսնենք ինչ օգուտ կտա բահերով աշխատանքը։ Մյուս անձնակազմերի համար այժմ էլ մեծ դժվարություն է ճանապարհը փոխելը։ Բայց սևը։ Կայնի, դրի տորմուշտուր կայնի, թողակերըտ կայնի։ Նավի լրվասեր մեզ լեքսուսը կողքները վարձով, չէ։ Հա, աղպետ։ Չի անջտ է, տրամար գաշ չի վեկալը։ Լակիրովկը պրկի անջտ սխմաս կնով։ Ստանդարտ դասի անձնակազմերը ավարտում են մրցելույթը։ Ստանդարտ դասի երկրորդ խումբը դեռ չի մտել մրցուրի։ Այժմ մեկնարկելու նրանց հերթն է։ Ինչ հրմշտոց է առաջանում մեկնարկից անմիջապես հետո։ Նույնիսկ բախում է արձանագրվում երկու ուազների միջև։ Այս սա կարելի է հասկանալ։ Ադրենալինի մակարդակը հասել է առավելագույնի։ Եվս մեկ բախում հենց մեկնարկում։ Գևորգ Հակոբյանի Grand Cherokee-ի բամփերը կարծես խանգարում է մրցակիցներին։ Մինչ մրցակիցները պայքարում են մրցուղու վրա, ներկայացնենք անձնակազմերը։ Համար 109 Ռաֆիկ Բաբայան, Խորեն Նարիմանյան, Toyota Hilux։ Համար 110 Կարեն Հարությունյան, Հրանտ Գևորգյան, UAZ Hunter։ Համար 111 Գևորգ Իսպիրյան, Արտավազդ Սարգսյան, UAZ Hunter։ Համար 112 Կարեն Դավթյան, Գրիգոր Ղլտչյան, Toyota Tacoma։ Համար 113 Վիտյա Կոմիսարով, Յուլիա Սիպնևսկայա, Mitsubishi Pajero։ Համար 114 Գևորգ Հակոբյան, Արթուր Բարսեղյան, Jeep Grand Cherokee։ Համար 115 Արմեն Բորանյան, Դավիթ Ասլյան, Jeep Grand Cherokee։ Երկրորդ խմբում ագրեսիվ պայքար է ծավալվել։ Toyota Hilux-ով հանդես եկող Ռաֆիկ Բաբայանի ընթացքը ասվածի վառ ապացույցն է։
Emigrante hela. Ai, mi interrompiamo. Օֆրոդ մրցարշավներում հազվադեպ են հանդիպում կին արշավորդներ, այն էլ շտուրմանի դերում։ Չէ որ եթե ամենագնացը թաղվի մրցուղու որևէ հատվածում, շտուրմանին չափազանց բարդ փորձություն է սպասվում։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, Բարդալ ապրանքանիշի ավտոյուղերով եւ հավելանյութերով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդման աջակիցներն են Արզնի կաթընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը, առանձնահատուկ տեղ է գրավում Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Շնորհակալություն Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Ապարանյան ձմեռը շարունակվում է։ Մեր հաջորդ թողարկումը նվիրելու ենք այս փառատոնի շրջանակներում կազմակերպված Jeep Trophy Sprint ավտոմրցարշավի սպորտ դասի մրցելույթներին։ Կհանդիպենք։